Բարի երկու ժողովուրդ, տեսանյութը խելացի մարդկանց համար է և ամեն անկետներին խնդրեմ չնայեք, որտև ձեր ուղեղը ընդհանրապես չի կարող այս ինֆորմացիան մարսել, դրա համար խնդրեմ անձեք ու ոչ էլ մնացեք։ Իսկ մնացածին ովքեր տեսանյութը միջևերջ չգիտեն, շատ խնդրեմ ձեր կարծիքները թողնալ, որովհետև դա ինձ համար շատ կարևոր է։ Նյուտոնը մեմ լավ արտահայտություն ուներ, որում ասում որ տվեք ինձ հենման կետ և ես աշխարհը շուրջ կդամ։ Սա գաղափարն է, որ եթե ունենք հենման կետ, ցանկացած հարց լուծվող է։ Ունենք խնդիր Գյումրի քաղաքում, խնդրի անունն է անօտևաններ, ունենք անօտևան ընտանիքներ, թվով 2500 և նաև նրանց գումարվել են այսօր Արցախից բռնի տեղահանված մեր ազգաբնակչություն։ 2500 ընտանիքը դեռևս լրիվ թիվը չէ, որովհետև շատ մարդիկ բարձով են մնում այս կամ այն պատճառով։ Բայց պետությունը մեկ անգամ գոնե պետք է այս բերից ազատվի և հետո նոր կապիտալիզմի կաղապարով ապրել զարգանալ և թույլ տալ մարդկանց արդեն իրենց սեփական միջոցներով բնակարան գնել։ Ուստի մեր հիմնադրամի դեմ դրված առաջադրանքը հետևյալն է, այս խնդիրը լուծել և լուծել մնացած բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին հաջորդիվ ես կխոսամ։ Ուրեմն հիմնադրամի այս խնդիրը լուծելու համար մեզ շատ անհրաժեշտ է, որպեսզի համայնք, այս պարագայում Գյումրու քաղաքապետ, համայնքապետ Վարդան Ղուկասյան, մարզպետ Դավիթ Արուշանյան, չգիտեմ մարզպետի հարցով մեր բախտը չի բերել, որովհետև մարզպետն է Սեպոշկին կտրողը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Այն որ այս պրոդուկտը, այս պրոյեկտը, այս բնակարանները 12000 բնակարան կարելի է սարքել առանց կառավարության, չգիտեմ, միջոցների, առանց քաղաքի միջոցների, դա փաստ է, ուղղակի պետք է մեկ սկզբունք որտեղ գրել։ Ամեն ինչի մեջ չհետապնդել եկամուտ։ Դրա համար է մեր ստեղծած կառույցը հիմնադրամ, այլ ոչ թե ՍՊ, ՓԲ կամ այլ կառույցներ։ Ինչու՞, որովհետև հիմնադրամը ի սկզբանե եկամուտ ակնկալող է, բայց ոչ նրա համար, որ ես հարստանամ կամ մյուսը, այլ նրա համար, որ հետագայում այդ նույն գումարը ծախսեն քաղաքի զարգացման համար։ Գյումրի քաղաքը ունի 50 հեկտար տարածք, Մուշից դեպի Մարմարաշեն գնացող ճանապարհի հատվածի ձախ-վաճառ կողմյան հատվածներում, որը քաղաքը պատկանել է։ Այո, քաղաքը այսօր կարող է թողատարածքները վաճառել և մոտավորապես 2.5 միլիարդ դրամ բյուջե փոխանցել, բայց համայնքի համաձայնության դեպքում, որ այդ տարածքը համայնքը վարձատրույց կամ տրամադրել տվյալ պրոյեկտին, համայնքը տարեկան այդքան գումար կկանձի, այսինքն համայնքի բյուջեն 4.7-ից կդառնա 7.3 միլիարդ, միանգամից աճ կունենանք։ Ինչ միջոցներով պետք է սարքվի այս թաղամասը, վերջիվերջո խոսքը գնում է 300 միլիոն դոլարի մասին։ Սա մեծ թիվ է, բայց ասեմ ձեզ, այսօր աշխարհի դրվածքի, այս աշխարհի կարգավիճակի մեջ մեծ փող գտնելն ավելի հեշտ է, քան փոքր փող, փոքր գումարը, որն որ անհրաժեշտ է, չգիտեմ, հիմնադրամը գրանցելու, օֆիս վարձելու, համակարգիչներ, այդ սկզբնական ծախսերն ամենադժվար կազմակերպողն են։ Եվ ես հույսով եմ, որ շատ շուտով մենք այդ ծախսերի հարցը կլուծենք։ Ուրեմն տեսեք, ծախսելով 300 միլիոն դոլար, համայնքը ստանում է մոտավորապես 12000 բնակարանի մասին է խոսքը, որից 6000-ը համայնքը պետք է անվճար բաժնի իր ժողովրդին։ Ովքեր են նրանք։ 2500 ընտանիք, ովքեր այս պահի տնակներում են։ 700 ընտանիք, ովքեր որ բռնի տեղահանված են։ Այն ընտանիքները, որոնք որ ունեն անչափահաս երեխաներ և չեն կարող իրենց պայմանները բարելավել։ Այն ընտանիքները, ովքեր ունեն 4 և ավել անչափահաս երեխա։ Դրանք պարտադիր պետք է ստանան բնակարան։ Սրանով ինչ հարց ենք մենք լուծում, սրանով լուծում ենք ամենակարևոր հարցը դեմոգրաֆիայի խնդիրը։
Հիմա բերեք տեսնենք, դες 300 միլիոնը ինչպես ենք մենք պատրաստվում ներգրավել, որպեսզի պրոյեկտը հաջողվի։ Առաջի հերթին ամբողջը թաղամաս ունենալու է -1 հարկ, այսինքն ավտոկայանատեղիներ, որոնց վաճառքից կգոյանա մոտարապես 40 միլիոն դոլար։ Սա մի մասն է, որը կփակի, այսինքն 40 միլիոն դոլար մենք ստեղից ենք ակնկալում հետ բերել։ Առաջի հարկերը լրիվ լինելու են խանութներ, սպասարկման օբյեկտներ եւ մնացած խնդիրներով։ Այստեղից մենք ակնկալում ենք հետ բերել մոտավորապես 120 միլիոն դոլար, այսինքն 300 միլիոնից արդեն 160 միլիոնը մենք հետ ենք բերում։ Գնացինք առաջ 6000 բնակարանը մենք պետք է վաճառենք։ Վաճառելով 600 դոլարով 1 քառակուսի մետրը, մենք հետ կբերենք նույնպես 192 միլիոն դոլար։ Դες մեր սալդոն արդեն դեպի պլյուս կերտա։ Հիմա հարց եք տալու, թե արդյոք լավ է 6000 հոգին, 6000 ընտանիքներ ովքեր դեր են լինելու, որ այդ բնակարաններն առնելու են։ Սրա համար բացի ներսի շուկայի միջոցներից մենք նաև մտադրված ենք ներգրավել Սփյուռքին։ Այս Սփյուռքին, որին մինչև այսօր մենք դիտարկել ենք որպես կտուկով։ Չէ, մենք Սփյուռքին առաջարկելու ենք բնակարան կնել եւ տնօրինել ըստ իր ցանկության։ Կարող է դոտ հանգնա վաճառը, կարող է վարձով տալ, կարող է, չգիտեմ, իր խնդիրն է։ Բայց մենք մարդուն խնդրելու ենք, որպեսզի գումար տնե եւ դրա տեղը գույք ստանա։ Սա շատ կարևոր է։ Մենք չենք առաջարկելու թե դիր, դու գնային կողմ, դու սաղ կյանքը տարապել ես փող ես աշխատել, դու մենք տնենք, ենենք, դու գնային կողմ։ Շատ սփյուռքահայեր հետ խոսացել եմ, ծրագիրը բոլորի կողմից կոմիտված դաբրո ստացել ենք ու ամենակարևոր եւս մեկ խնդիր ունենք։ Մենք այստեղով լուծում ենք մեր ժողովրդի խնդիրը։ Բայց կա նաև եւս մեկ գումարի աղբյուր, այսինքն Ղարաբաղից, Արցախից բռնի տեղահանվածներին Հայաստանի Հանրապետությունը տրամադրել է 17.5 միլիոն դրամ միայն Շիրակի այս Գյումրու համար։ Այս գումարը նույնպես այդ պրոդուկտի մեջ կգա։ Հիմա ձեր կարծիքով իրականացվող ծրագիր է թե ոչ։ Այո, իրականացվող է։ Սակայն մենք ունենք խանգարող մարզպետ եւ ես կուզենայի, որ չգիտեմ, խանգարող զվենուներ չունենանք։ Հիմնադրամը պատրաստ է հոգապարտուների խորհրդի մեջ մտնել բոլոր համայնքների ղեկավարներին, որ համայնքում որ մենք ունենանք ինչ որ ծրագիր, այդ ծրագրի համայնքապետը կարող է կամ ինքը ներկայանալ որպես հոգապարտուների խորհրդի մեջ, որպես անդամ ստորագրության կամ ձայնի իրավունքով, ինչպես նաև մարզպետը նույնպես հոգապարտուների խորհրդի մեջ կլինի եւ կվերահսկվի բոլոր գումարի շրջանառությունը ճանապարհը ծրագրի իրականացնում։ Ես շատ կխնդրեմ ձեր կարծիքները գրեք, որովհետեւ դա շատ կարևոր է ինձ համար։ Շնորհակալություն։